Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ Այր Հայաստան շարժման նախաձեռնող խմբի անդամ, Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն է, շնորհակալ եմ պարոն Սուքիասյան, մեր հավերն ընդունելու, քանի որ Երևանի թեման վերջերս բավական ակտիվ է, սկսենք Երևանի խնդիրներից նաև ձեր ֆրակցիայի գործունեությունից խոսել, այնուհետև գանք նաև ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրներին, իշխանությունները քաղաքային կոնե իշխանությունը օկուպացրած այդ խմբավորումը բավական երկար ժամանակ է հենց հասկանում են, որ իրենց համար անհարմար իրավիճակ է, դուք օրակարգ եք բերել այնպիսի հարց, որը սպասարկում է քաղաքացիների շահերը եւ իրենք ստիպված են լինելու այդպես լուտանք տանել, հա, եթե այդ հարցը քննարկվի, ուղղակի փախնում են նիստերի դահլիճից եւ սա մի կողմից խոսում է իշխանության թուլության մասին, որտեղ եթե իշխանությունը ամուր իր ոտքերի վրա կանգնած լիներ, ապա կմնայի նիստերի դահլիճում, ոնց որ ասած ժողովրդի խոսքով ասած ձեր պորտները տեղը կդնեին եւ ժողովրդին ցույց կտային, որ իրենք շարունակում են վերահսկել իրավիճակը։ Մյուս կողմից սա նաեւ անարգանք է քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես ձեր մի նախաձեռնության մասով գոնե, հա, 17000 քաղաքացի է միացել տրանսպորտի թանկացման դեմ այդ նախաձեռնությանը, եւ նաեւ քաղաքացիների նկատմամբ կա այսպիսի արհամարական վերաբերմունք, որ թքած դուք քանի հազարդ կմիանաք, ինչ որ բան կպահանջեք, եթե մենք չենք ուզում, ուղղակի դուրս կգանք դահլիճից, հա։ Ձեր մեկնաբանությունները այս վարքագծի իմաստով եւ նաեւ անելիքները, այսինքն արդյոք անելիք կա մի ավականիում, արդեն բուն նիստերի իմաստով անելիք եմ ասում, որտեղ իշխանությունը ցանկացած անհարմար բան ուղղակի թռնում է նիստերից։ Դե տեսեք, այդ իրավիճակը մի օրում չի ստեղծվել, դա ի հայտ է եկել այդ ամենը առաջնահերթ կերպով Մայր Հայաստանի հետևողական պայքարի արդյունքում, իսկ այդ հետևողական պայքարը ոչ թե սոսկ խոսքեր են, այլ կոնկրետ փաստեր։ Առաջինը ցանկացած խնդրահարույց որոշում ավականու, կլինի կարմիր կետագծերը, կլինի ավականու անդամների մանդատների ձեռքերը, մենք տալ ենք դատականացյաններ եւ արդեն երկու որոշում ունենք իօքուտ մեր հայցերի, հա, դա նույնպես ֆոն է ստեղծում։ Դա ստեղծում է իրավիճակ, որ տեսեք, որ իրավական առումով իշխանությունները գնում են ապօրինությունների։ Իրավականը մի ուղղություն, մյուս ուղղությունը սոցիալական դիմագիծ ստանալու առումով, այսինքն Մայր Հայաստանը անցնող 1.5 տարում, չգիտեմ, փողոցներում տարբեր, ասենք, արտակարգ իրավիճակների ահազանգերից սկսած, մինչև քաղաքային բյուջեի ծախսեր, մսխումներ, վատնումներ, չարաշահումներ, հովանավորչություն, ֆավորիտ ՍՊԸ-ներ, այդ ուղղությամբ են գնացել, այսինքն շատ բան հանել ենք ջրի երես, որ եթե մենք այդտեղ չլինենք, այդ ամենը ջրի երես դուրս չէր գալու։ Եվ ամենակարևորը, քաղաքական գնահատականը հիմնվելով եւ իրավական, եւ կառավարչական, ահա այդ վրիպումների բաց թողումների վրա, այն կոռուպցիայի հովանավորչության մսխումների վրա, մենք հանրությանը պատուցելով փաստեր տվել ենք քաղաքական գնահատական եւ մարդիկ բացի իրենց ամենօրյա կենցաղի, իրենց շարժի այդ դրվագներից, նաեւ հրապարակային տիրույթում են տեսել, որ ընդհանուր երկրի կառավարմանը տրված ԿՊ-ի գնահատականը, որը շատ աղետալի է, կոնկրետ փաստացի Երևանի քաղաքապետարանը ահա այս պատճառներով ունի նման վատ կառավարման արդյունքներ։ Այսինքն, եթե չլիներ այդ 1.5 տարվա հետևողական եւ տքնաջան աշխատանքը, այդ անընդհատ ինֆորմացիայով սնուցելը, անընդհատ բացահայտումները,
անընդհատ կոնկրետ լուծում պահանջող խնդիրները բարձրաձայնելը, հավատացեք, այս իշխանությունը լինելու էր ավելի լկտի, ավելի նվազ թափանցիկ, լինելու էր ել ավելի կոռումպացված, ել ավելի պակաս հաշվետու եւ շատ ավելի իրեն ամուր էր զգալու իր կառավարման դիրքերի վրա, ու ես պիտի ասեմ, որ թվարկածս դրվագներից զատ մենք նաև ասենք ամեն նիստի ժամանակ հարց ու պատասխանի ֆորմատի ընթացքում մենք շատ կոնկրետ քաղաքացու բարձրաձայնած մի խնդիր տանում ենք եւ լուծում ենք, պարտադրում, որ տան այդ հարցին, հա։ Ես չեմ կարող ասել 100% դեպքերում այդ լուծումը անմիջապես տրվում է, բայց մենք հարկադրում ենք, որ իրենց այդ կոմֆորտ զոնայի մեջ ամբողջապես չկտրվեն իրականությունից եւ այն խնդիրները, որոնք կապված չեն, չգիտեմ, մեծ ռեսուրսների հետ, մեծ ֆինանսների հետ, այլ ընդհանրապես կառավարչական ապիկարություն եւ կամ իրավական դանդաղկոտություն, այդ խնդիրները լավ լուծում։ Հիմա այս ամբողջի համախումբը իր հետ բերում է ինդիկատորներ, որ քաղաքային իշխանությունը կոռումպացված է, վատ են կառավարում, հովանավորչությամբ են զբաղվում, ավականիում տարբեր շրջանակներ տարբեր հարցերի շուրջ քվեարկում են տարբեր առևտրային սկզբունքներով, որ քաղաքային իշխանությունը թող մեզ համար էս անի, մեր հետ փոխկապակցված անձանց համար էս անի, մենք էլ իրենց համար էս կանենք քվեարկում։ Տեսեք, բան Սուկեսյան, ամենևին ու Երևանը որպես մակետ է, թե ինչպես կարելի է փողը մսխել, քաղաքը կառավարումը տանել տապալման եւ անընդհատ շարունակել շուռ գալ ասել, բաց գիտեմ, նախկինների ժամանակ սենց, այնց եւ այլն։ Փաստացի 7 տարի ԿՊ-ն իշխում է երկրում եւ այն ողբերգական արդյունքները, որ կան բոլոր ուղղություններով, ունեն իրենց կոնկրետ հասցեատերերը։ Պարոն Սուկեսյան, այն որ ավականիում Մայր Հայաստան խմբակցությունը բավական լավ է աշխատում, դա ակնհայտ է, այն որ ընդդիմությունը մյուս ֆրակցիային ես իհարկե միայն ընդդիմություն կհամարեի, իհարկե այդ երրորդ ֆրակցիան անհասկանալի է ինչով է զբաղվում, դոգի ֆրակցիան ավելի շատ իշխանությանն են աջակցում, այն որ դուք դիսկոմֆորտ եք ստեղծել իշխանությունների համար, դա հասկանալի է, այն որ իրենք օրինակ խորհրդարանում իրենց շատ հանգիստ են զգում, ինչպես ձուկը ջրում, ԿՊ-ի մասին է խոսքը, ավականում իրենց այդպես չեն զգում, դրա պատճառներն էլ են հասկանալ, որովհետև խորհրդարանում ասենք կարողանում են տալ կոնկրետ մարդկանց անուններ, հա, որոնք կարող են նաև հենց այդ բանը այդտեղ նստած են, եւ չգիտեմ, թվարկել այդ մարդկանց գույքերի անունները, չգիտեմ, դա օրինական է ապօրինի այդ գույքը, բայց ամեն դեպքում քարոզչական իմաստով հաղթում են։ Ավականիում չեն կարող ասել, այ Մանուկ Սուկիասյան, դուք թալանել եք կամ չգիտեմ, մեր մյուս անդիմադիր ավականների անունները տալ։ Բայց մեծ իմաստով, այո, դուք ասում եք խնդիրներ եք քաղաքացիների բարձրացնում եւ շատ դեպքերում դրանք ստիպում եք լուծել։ Բայց քաղաքական իմաստով, հա, մեծ գլոբալ իմաստով իշխանությունները լինելով փոքրամասնություն, ապօրինի ճանապարհով կազմել են իշխանություն եւ այն հարցերը, որոնք գլոբալ նշանակություն ունեն, տրանսպորտի սակագնի թանկացման դեմ, որտեղ դուք բերել եք 17000 երևանցու ստորագրությամբ նախաձեռնություն։ Ես հիշեցնեմ, որ սրանք վարչական ռեսուրսով, բանով, հսա 17000 քաղաքացու քվեարկությունը իրենց հավաքած ձայների 20%-ից ավելին է, եթե չեմ սխալվում։ Այսինքն էական ստորագրություններ են դրված դրա տակ։ Մարդիկ ուղղակի կարողանում են անտեսել կամ թողնել փախնել նիստերի դալիճ։ Հիմա սրան լուծումը ո՞նց պիտի դրվի, որտեվ այո, այսպես հարցեր կան, որոնք լուծում եք, կոնկրետ քաղաքացիների հարցեր, որոնք լուծվում են, բայց համընդհանուր իմաստով քաղաքի շահը չի սպասարկում, որտեվ այս մարդիկ, ինչպես դուք ձեր խոսքում փաստեցիք, ինչպես այլ հրապարակումներում փաստում են, զուտ քաղաքային բյուջեն իրենց գրպանները հարստացնելու համար են օգտագործում, լավ էլ հարստանում են, գլոբալ խնդիրները մնում են։ Շատ լավ, ինչպես դուք մատնացույց արեցիք կրկին 17000 ստորագրության դրվագը, դրանից առաջ հիշեցնեմ, որ նույն տրանսպորտի հետ կապված արտահերտ նիստ ենք հրավիրել, որին նույնպես չեկան, խուսափեցին մասնակցել 17000 քաղաքացու ստորագրությամբ նիստից էլի հարցը դնելով վերջում ճողոպրեցին եւ նախորդ նիստին էլ որ կասեցման նորոշման նախագիծ էինք բերել, վերստին նույն վարքագիծը ցուցաբերեցին։ Ինչ վերաբերում է տրանսպորտի հետ կապված մեր գործողությունների, ես պիտի այդտեղ մի քիչ անհամեստ գտնվեմ եւ ասեմ, որ Մայր Հայաստանի հետեւողական եւ գրագետ ջանքերի արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ այլևս քաղաքային իշխանությունների ուժը չի պատում տրանսպորտային համակարգը կառավարել եւ
պատշաճ հավաքագրումներ ունենալ եւ գնացել պարլամենտից, այսպես ասած, մարդ են բերում քաղաքապետարանի վրա, բայց իրականում քաղաքացու վրա, որ տուգանքի սպառնալիքով հարկադրեն, որ քաղաքացիները վճարեն։ Ես անկախ Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում մի որևիցե նախադեպ, որ որևիցե քաղաքական ուժ կլինի ավականիում արտացոլված կամ չարտացոլված, ամիսներ շարունակ մի որևիցե կոնկրետ սոցիալական խնդիր կհասցնի այն աստիճանի, որ իշխանությունը գնա օրենսդրական փոփոխությունների ողջ գործիքակազմով, որ կարողանա ինչ-որ մի կերպ այդ ճակերտավոր, այսպես ասենք, հախից գալ այդ բոյկոտի եւ ընդվզման։ Նման բան գոյություն չի ունեցել։ Այդ առումով Մայր Հայաստանի արածը աննախադեպ է։ Իսկ դրա արդյունքում, եթե դու այդ պահին դեռևս չես կարողանում իշխանությանը զրկել, հիմա իշխանությունից զրկել այդ մարդկանց, հիմա այդ տրամաբանությամբ պիտի ամեն անգամ ընտրությունների ամփոփումից հետո ընդդիմությունը երբեք ոչ գնա ավականի, ոչ պարլամենտ, ոչ էլ որոշման նախագծեր կանի, որովհետև դու տեսնում ես ստանդարտ իրավիճակ չէ, ստանդարտ չի այն առումով, որ նախ իրենք այո, ինչպես նշեցիք, մեծամասնություն չունեն, բայց քվեարկությունների ժամանակ ինչ որ այսպես պայմանական երերացող ինչ որ մի մեծամասնություն կարողանում են ստանալ հայտնի, այսպես ասենք, շախմատային դասավորվածության արդյունքում։ Ձեր հարցադրման խորքը ավելի շատ թարգնված է այլտեղ օրենսդրության մեջ, որ ցանկացած քաղաքական ուժ պատասխանատու, ով հանդես կգա ընտրական գործընթացներում, այլ որպեսզի երբևիցե որևիցե ժամանակ որևիցե իշխանություն չունենա նման լայն, ասենք, սողանցքներ, բացի անվտանգություն, տնտեսություն եւ այլ խոստումներից, մարդկանց առջև պատասխանատվություն ստանձնել, որ նաեւ մենք գնալու ենք այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որ իշխանության միահեծանությունը եւ լկտիությունը ինչ որ միտեղ սահմանափակվի օրենսդրորեն։ Այսինքն, եթե օրենսդրական սահմանափակումներ չկան եւ կա, այսպես ասենք, անսահման իշխանության հնարավորություն, այդ պարագայում պետք չի ընդդիմությանը համարել հրաշագործնել, ասել, բայց դուք ինչի չկարողացաք ընթացքում իշխանազրկել։ Նաև մի ուրիշ սոցիալական ինդիկատոր ասեմ, ահազանգով կանչում են, գնում ես մարդկանց տները, տեսնում ես, ասենք, կոյուղաջուրը, ասենք, լցվում է, պայթել է, լցվել է մարդկանց տուն, մինչև դու ահազանգը կբարձրացնես, վեոլա ջուրը կպատասխանի, թաղապետարանը կպատասխանի, առնվազն օրեր են անցնում։ Ասենք, ես գտնում եմ, որ ցանկացած իրավատեր, սոցիալապես պատասխանատու, իրավագիտակից քաղաքացի չպետք է էլի սպասի, որ ավականի պետքա գնա մինչև այդ հարցը ֆորմալ եղանակով լուծում տա, ինքը այդ պահին կոյուղաջրի մեջ է իր տունը։ Ու շատ հազվադեպ կտեսնես, որ այդպիսի քաղաքացիներ կան, քաղաքապետարանի դուռը ջարդեն, ասեն, ես ինչ եք անում։ Այսինքն մենք նաև ուրիշ մարտահրավեր ունենք, որ հասարակությունը քաղաքացին էլ իրավատեր լինի։ Անկախ նրանից թե ով է իշխանության, հասարակությունը հասկանա, որ դրանք պայմանական ֆիգուրներ են, որոնք ինչ որ մի փուլ նստած են այնտեղ, վաղը չեն լինելու, բայց իրենց վճարած հարկերի հաշվին ինչ որ մարդիկ պետք է ինչ որ պարտականություններ կատարեն, որը չեն կատարում։ Շատ լավ, հիմա Գյումրու ընտրություններից հետո, քանի որ խոսեցիք Մայր Հայաստանի կատարած աշխատանքի մասին, ես կարող եմ ասել, որ ընդ որում շատ տարբեր մարդկանց հետ վերլուծաբանների հետ քննարկել եմ այս հարցը, նաև եթերից դուրս, եւ բոլորի համար ակնառու է, որ Գյումրու ընտրություններով Մայր Հայաստանը ըստ էության ամրապնդեց իր ներկայությունը քաղաքական դաշտում, ինչու եմ ասում, Գյումրու ընտրությունները սպეციფიկ էին այն իմաստով, որ ավելի շատ կլանային դա դրական կնկալեն թե բացական, ես այսպես զգացմունք չեմ դնում դրա մեջ, հա, վերաբերմունք չեմ դնում, այլ ասում են ինչ որ կա կլանային ընտրություններ էին եւ բացի Մայր Հայաստանից 3 ընդդիմադիր տեխնատուները կոնկրետ ինչ որ կլանների աջակցություն ունեն կամ հանդիսանում են այդ կլանների ներկայացուցիչ։ Հիմա այս եթե այդպես է, եթե Մայր Հայաստանը ամրապնդել է, հաստատել է իր ներկայությունը քաղաքական դաշտում, սա ինչ է նշանակում։ Այսօր սա հնարավորություն է ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու քաղաքական դաշտի եւ սա ինչ ուղերձ պիտի լինի օրինակ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիների համար, որոնց հետաքրքրում է քաղաքականությունը, մասնակցությունը այդ քաղաքականությանը։ Ես մի փոքր ավելի հետ գնամ ժամանակագրորեն, ուրեմն մինչ 18 թվականը Հայաստանում ոչ ընտրություններով, ոչ փողոցային process-ներով իշխանափոխության նախադեպ չկար։ 18 թվականը հիմա չգիտեմ, ասում են դավադրություններ, ինչեր եւ այլ, դա դնենք մի կողմ։ Փաստացի փողոցային գործընթացից հետո երկրում իշխանությունը փոխվել։ Սակայն առ այսօր
դեռևս չկա ընտրություններով իշխանության փոփոխության նախադեպ։ Այսինքն մենք բոլորս պետք է ելնենք այդ ելակետից։ Իհարկե 20 թվականի պատերազմից եւ Արցախի կորստից հետո մեզ մոտ շատ առաջնահերթություններ են այսպես վեր ու վար եղել, հետո առաջ գնացել, այն ինչ մենք ավելի կարևորություն կտայինք, չգիտեմ, կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատություն, հա, մարդու իրավունքներ, տնտեսական հնարավորություններ, որը մինչև 20 թիվ ավելի արդիական էր։ Հիմա կարծես թե այդ ամենը ոչ պակաս արդիական է, բայց անվտանգությունը եւ պետության մարտահրավերները եկել ավելի առաջնահերթ դիրքերում են կանգնել։ Ահա այդ ամենի ֆոնին Մայր Հայաստանը ինչով է տարբերվում, որ էլի ըստ իս աննախադեպ իրավիճակ է մեր պատմության մեջ, նորանկախ Հայաստանի, որ քաղաքական շարժումը համապետական ընտրություններին ընդառաջ գնում է թիմ ընտրություններում ունենալով բարձր ցուցանիշներ։ Ոչ մի ուրիշ նման ուժ երբևէ այդ դասական ճանապարհով չի գնացել եւ պատահական չի, որ այդ ամենը սկիզբ է առել մայրաքաղաքից եւ շարունակվում է արդեն հանրապետության երկրորդ քաղաքով, այդտեղ սիմվոլիկան էր շատ։ Հայրաքաղաք գյումրեցին է թողից դեր հայրաքաղաք ոչ թե երկրորդ քաղաք, այո։ Դե որ մայրաքաղաքն ու հայրաքաղաքը միավորվելն են, ինչ որ մեկը կծնվի այդ։ Իհարկե, ինչ է ծնվելու, ընտրական process-ներով իշխանապողություն է ծնվելու եւ այդտեղ պիտի ասեմ, որ բացի այն որ իշխանությունները ազգադավ են, ապիկար են, չգիտեմ, Արցախը զիջեցին, Հայաստանի տարածքից զիջել, այդ խոսույթը ամեն օր թե սոցցանցերում, թե մեդիաներում կա, բայց արի ուտես, որ միայն այդ խոսույթը դեռևս բավարար չի եղել իշխանապողություն անելու, մի քանի հզոր ալիքներ են եղել։ Այսինքն մարդուն բացի պետական, համազգային, հա, հարցերից զատ իր վաղվա ապրուստի, իր իրավունքների, իր հանապազորյա հացի, իր ընտանիքի, իր զավակների կրթության, այս երկրում արարելու ու ամենակարևորը ծնելիության, ընտանիք ինչքան բյուջե, ընտանեկան բյուջե ինչքան փող պիտի մտնի, այդ փողը որտեղից, որ նաև միևնույն ժամանակ դա սպիտակ փող լինի։ Դրանք շատ կարևոր եւ մարդկանց նաև դա է հետաքրքրում։ Եվ ահա այդ ամենի համախումբը հիմա մենք մեր ամենօրյա գործունեությամբ ցույց ենք տալի, որ ունենալով հստակ դիրքորոշում իշխանության հանդեպ, հստակ մերժողականություն եւ հստակ անտագոնիզմի մեջ գտնվելով իշխանության հետ, մենք մեր ամենօրյա վարքագծով գնում ենք ամեն ահազանգի հետևից։ Եվ ոչ միայն ահազանգի, այլ նաև ասենք, չգիտեմ, նույն ՀՄԶ ներկայացուցիչները, երբ որ շրջարկի հետ կապված դուրս են գալի փողոց, մենք նրանց կողքին ենք եւ որտեղ կա իրավունքների համար պայքարող քաղաքացի, որտեղ կա պետության վատ աշխատանք, Մայր Հայաստանը այդտեղ է եւ նաեւ դու դրանով ես ցույց տալի, որ ոչ թե ասում ես դե սա վատն է, մենք ձևերը գիտենք, կգանք մենք լավ կանենք, ուտենասելը բա ինչի մարդիկ քեզ չեն ընտրում, դա շատ այսպես ասենք կարճ է։ Մենք ասում ենք ձևերը սա են։ Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կեսագրության ընթացքում ամեն քայլափոխի պետք է իրեն այս ժողովրդի մի պարզ մասնիկի նման պահի։ Ես ինչի համար քիչ առաջ շեշտեցի տրանսպորտի այդ բոյկոտի, ասենք հունվար, փետրվար, մարտ ամիսների թե ինչ եղանակային պայմանները ժամը 8-ին։ Ես ուրիշ քաղաքական ուժ չգիտեմ, որ ամեն օր սիստեմատիկ իր կորիզը այդ սառնամանիքին ժամը 8-ին մտներ տրանսպորտ եւ քաղաքացիներին բոյկոտի կոչ աներ։ Այդ ցուրտը, այդ սառնամանիքը, այդ չգիտեմ շոկը, այդ ամենը դրանք մարդուն ստիպում են, այսպես ասենք, մի քիչ ոչ ստանդարտ դիմացկունություն, հետևողականություն, կամքի ուժ, հա, պայքարի մոտիվացվածություն եւ հասկանալ, որ հանրային պատասխանատվությունը ենթադրում է, որ դու պատասխանատվություն ես կրում նաեւ այն մարդկանց համար, ովքեր որ քեզ ձայն են տալիս եւ դու ակնկալում ես նրանց ձայնին արժանանալ առաջիկա ընտրական գործընթացներում, բայց ինչ բանը կհասնի առաջիկա գործընթացներին, մեր պետականությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ եւ չգիտեմ, մեզ երևի կամ միայն լավատեսություն կամ մեր պետության գոյությամբ այդուհանդերձ ինչ որ չափով շահագրգիռ միջազգային գործընկերների բարեհաճությունը երևի թե օգնական լինի, որ մենք կարողանանք հասնել առաջիկա գործընթացներին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, քանի որ արդեն անցակ նաև արտաքին քաղաքական այդպես շեշտադրման, Նիկոլ Փաշինյանը ըստ էության Ադրբեջանի պահանջը կատարելու միտումով
հայտարարեց շաբաթներ առաջ, որ ինքը կարծում է, որ սահմանադրության նախաբանից պիտի հանվի անկախության հռչակագրին հղումը։ Այդ ինքը չի կարծում, այդ Ալիևն է կարծում։ Հա, դե դրա համար եմ ասում։ Հիմա Ալիևը որ կարծում է, Ալիևը որ կուզի Հայաստանի սահմանադրությունը տապալվի, հակասահմանադրական գործողություններ արվեն, դա պարզ է, մարդը խնդիր չունի։ Բայց սա այս մարդը Հայաստանի այնուամենայնիվ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Ինչպես է կարողանում ասել այդ նախադասությունը, եթե հասկանում է, ես վստահ եմ հասկանում է, որ սահմանադրությունը արգելում է նման փոփոխություն։ Այսինքն դու չես կարող սահմանադրական ճանապարհով նախաբանից հանել այդ հղումը։ Դու պիտի ոչնչացնես երրորդ հանրապետությունը, հրճակես հայտարարես, որ այդպիսի հանրապետություն այլևս գոյություն չունի, նոր հանրապետություն հրճակես, նոր սահմանադրությամբ եւ այդտեղ նոր անկախության հրճակագրով արդեն։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը գնում է դրան, թե ավելի շատ որոշելու է, որ այո, էլի երրորդ հանրապետություն ենք, բայց հիմա ապօրինի սահմանադրությամբ արդեն կլինենք։ Տեսեք, ես վստահ եմ, որ նույն Իլհամ Ալիևն էլ հասկանում է, որ ասենք Արցախը հայության ինքնորոշման իրավունքը 80-90-ականներին կամ հիմա վերադարձի իրավունքը ամենևին էլ պայմանավորված չէր, թե Հայաստանի սահմանադրության մեջ ինչեր գրած։ Երբ որ սկսվեց Արցախյան շարժումը, Հայաստանի անկախության հռչակագիր չկար, Սահմանադրություն էլ չկար։ սահմանադրություն էլ չկար, հա։ Այսինքն Հայաստանը կարող է ամենաեսպես լրջագույն պահանջատիրական տեքստերը ունենալ այստեղ գրած, բայց Իրանից այդ առումով ոչ մի հզորություն չներկայացնի, որ վտանգ սպառնա հարևաններին, եւ կարող է իրենց պահանջով կամ թեկուս, չգիտեմ, ներքին ինչ-որ Նիկոլի եւ մյուսի արածի պահանջով իսպար ջնջի նման բաները, բայց որպես պետություն կենսունակ լինի իր շահերը պաշտպանելու Արցախահայերի վերադարձի իրավունք, Հայաստանի 242 կիլոմետրը վերականգնելու կորուսյալ, այսինքն այդտեղ խնդիրը ոչ թե դրա մեջ է, թե ինչ է գրած, սոսկ դրա մեջ չէ։ Իհարկե դա էլ իր հերթին, այսինքն այս պահին ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը որևիցե փաստաթղթավորված պարտավորությունների ստանձնում, որ ինքը չի ոտնձգի ոչ մի վտանգ Հայաստանի հանդեպ, չի ուզում ստանձնել։ Ես անցած տարվա հունիսին հանրահավաքներից մեկի ժամանակ այդպես պատկերավոր զուտ օրինակ բերելու համար ասեցի, որ Փաշինյանը, որ նրանց ամբողջ պահանջներն էլ կատարի, վերջին տարբերակ ասելու են դե սափրվի, որովհետև քո մորուքը հիշեցնում է հայ ֆիդայու, հետո պարզվեց, որ այդուհանդերձ ինքը տենց սափրվեց, որ հիմա տեսեք դա էլ, հա, այսինքն այս աբսուրդայնությունն է ուզում։ Մամնումա բեղեր չստիպեն բայ։ Ինքը ունի ֆյուրերի հակումները, էլի, չստացված ֆյուրերի, բայց ֆյուրերի վերջը բոլորս է գիտենք։ Չէ, ասեն Ալիևի բեղերից պիտի լինի։ Հիմա տեսեք, այդ պահանջների վերաբերյալ, երբ որ հայտ ազդարարվեց, որ այ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դրանից հետո ինչ եղավ։ Եվ սահմանադրության փոփոխությունը, ձեր ասած անկախության հռչակագրից հղումը անելով, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Այսինքն հիմա մտել է պայմանագրի ստորագրման նախապայմաններ։ Հիմա այս երկուսին էլ, հիմա իմ թվարկած երկու դրվագին էլ Փաշինյանը կանաչ լույս է վարել, թե կոնֆլիկտ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբում, ումա պետք, եւ մեզ պետք է նոր սահմանադրություն։ Ես վստահ եմ, որ բանը դրան չի հասնելու, որ Հայաստանը ինչ որ լուծարի երրորդ հանրապետությունը, բայց դիցուկ ենթադրենք, թե մի պահ Նիկոլ Փաշինյանը գնում է դրան։ Մինսկի խումբը լուծարում է եւ սահմանադրությունը փոխում է, նոր սահմանադրություն է ընդունում։ Այդ ժամանակ էլ չի ստորագրելու Ալիևը ոչ մի բան։ Մեկ է գալու է նախապայմաններ, որպեսզի պայմանագիրը կնքի, ու առհասարակ հələ ասենք Բաքվի պատոհանից նայեք դեպի այս կողմ, եթե այստեղ կա մի իշխանություն, որը պատրաստ է քո բոլոր ցանկությունները կատարել, դու ինչ որ մի պահի կանգ առնես, թող ստորագրես։ Այս շարունակի այնքան, միջև որ այնքան դեվալվացիա կենթարկես, այնքան արդեն անգամից բան է հնչեցնում, չէ, որ այդ նոր առած սպառազինությունները հետ տվեք ու էլ չառնեք նոր սպառազինությունները, այսինքն դա Ալիևի բերանով է ընչել։ Ահա, էլի։ Ինձ մոտ տպավորություն է, որ Ալիևի համար Փաշինյանը ոսկե ձկնիկ է, բայց ի տարբերություն այդ հայտնի հեքիաթի Փաշինյանի Ալիևի համար ցանկությունների կատարման սահմանափակում չկա, այսինքն 3 ցանկության մասին չի խոսքը։ Ոսկե ձկնիկ չի։ Ջիննա, Բուլատի ձկնիկ է։ հա, դե։
Վրագոնը ոսկի։ Կամ ոսկե ձկնիկ, որի ատամը բուլաթից է։ Չէ, Տեսեք, իրականում ես համաձայն եմ ձեզ հետ, որ Ալիևի տրամաբանությունը հասկանալի է, Ալիևը ինչու է նոր պահանջներ դնում։ Բայց այս սրա տրամաբանությունը անհասկանալի որ ամենաաբսուրդային անգամ պահանջները եւ քաղաքացիները կարող են մտածեն այսպես հումոր են կանում, չգիտեմ, ծիծաղում են, իրականում քաղաքացիները լավ պիտի իմանան, որ եթե Ալիևի մտքով անցնի ասենք ասել որ բեղ պիտի պահեն Հայաստանի տղամարդիկ Նիկոլ այդպիսի օրենք էլ կա ես անկեղծ եմ ասում ամենաաբսուրդային պահանջները կկատարի ասենք որ չգիտեմ պահանջի ամուսնանալ Արայիկ Հարությունյանն է դա էլ կանի բայց ըստ Ալիևը ուղղակի որպես իսլամադավան այդպիսի պահանջ դեռ չի ներկայացնի Դե տեսեք վաղուց ակնհայտ է որ Փաշինյանի վարքագիծը Անկարա Բաքու հայ տրանզիտի միջակայքում է որոշվում Եվ նա պատրաստ է այդ տանդեմի բոլոր պահանջները կատարել, միայն թե շարունակի այստեղ մնալ իր աթոռներում, իր կաբինետներում, երբեմն ինչ որ էլի հիշի, բա, չգիտեմ, Range Rover, կոպեկ առ կոպեկ, եսի ինչ, բայց փառք Աստծո եւ երիցս փառք Աստծո, որ ժողովուրդը այլևս ձանձրացել է, հասկանում է, որ դա նման է ինչ որ չավարտվող անավարտ սերիալի Այդ նույն տեքստերը ասելով առաջիկա ընտրական գործընթացներում Փաշինյանը վերարտադրվելու որևիցե շանս չունի։ Ես ինքս էլ իմ շրջապատի, իմ ծանոթների մեջ վիճակագրական որ նայում եմ, այն մարդիկ, ովքեր 21 թվականին այդուհանդերձ որոշակի համակրանք ունեին իր հանդեպ, հիմա այդ մարդկանց գերակշռվածը հուսախաբ են եղել։ Դուք նորեկ չեք քաղաքական դաշտում։ Օգնենք, որ այդ չբարդույթավորվեն Բասուկասյան եւ ազատ արտաշնան արտահայտվեն դուք նորեկ չեք քաղաքական դաշտում ես էլ արդեն 12 տարուց ավել լրագրությամբ եմ զբաղվում եւ ես գիտեմ օրինակներ երբ իշխանությունը չի հավաքել 50+ ձայներ բայց կենտրոնական տրական հանձնաժողովը արձանագրել է 50+ ձայներ այսինքն մենք տեսել ենք օրինակներ երբ քաղաքացու ընտրությունը ամենևին չի ստացել պաշտոնական պատկեր այո Հիմա այդ մտավախություն ունենալով արդյոք հասկանալով նաև այո որ քաղաքացիների մեծամասնությունը այլևս Փաշինյան չի ընտրելու ինչը պիտի խանգարի Փաշինյանին օգտվել այդ հին ու բարի մեթոդներից ի վերջո բոլոր հին ու բարի մեթոդներից օգտվել այն քաղաքացիների վրա կրակել է նռնակներ են նետել մարդկանց բանտերն է լցրել քաղաքական հիմար պատճառներով մարդկանց հետապնդում են, հա, ԶԼՄ-ներ են փակվել, հեռուստաընկերություններ են եթերազրկվել, այսինքն հնարավոր բոլոր վատ ավանդույթներից օգտվել է, լավերին ձեռ չի տվել, ոչ մի լավ ավանդույթ չի շարունակել, բայց հնարավոր բոլոր վատ ավանդույթները շարունակել է։ Հիմա ինչի պիտի, եթե մարդը ես լսում եմ հաճախ ընդդիմադիրներն ասում են Նիկոլ Փաշինյանը իշխանության պահպանմամբ պահպանում է իր կյանքի իրավունքը, իր անվտանգությունն է ապահովում, հա։ Հիմա եթե մարդու կյանքի անվտանգության հարցն է, հիմա ինչ 2026-ին կամ դրանից առաջ եղան ընտրություններ արձանագրվեց որ ինքը պարզեց դե լավ Մայր Հայաստան, քաղաքական դաշտ, Մանուկ Սուքասյան, ես գնացի Ես պատահական չէ, որ իմ խոսքի սկզբում ընդգծեցի, որ մինչ 18 թվականը չկար իշխանափոխության նախադեպ եւ 18 թվականի փողոցային գործընթացներով իշխանություն փոխվեց, բայց առ այսօր մեր երկրում չկա ընտրական գործընթացների միջոցով համապետական իշխանության փոփոխության նախադեպ։ Այնպես որ ձեր մտավախությունը ես միշտ իմ մտքի մի անկյունում պահած ունեմ, բայց հիմա եկեք եսպես նայենք։ Եթե փողոցային շարժումները առ այսօր հաջողության չեն հասել եւ ընտրական գործընթացը դառնալու է քաղաքական դաշտի միակ հնարավոր դետոնատորը, որ ինչ որ միած ստատուս քվո փոխվի։ Հիմա մենք հիմիկվանից բայղուշություն անենք, ասենք, վայ Նիկոլը կարող է կեղծ եկեք ընտրություններին չգնանք։ Չէ, դրա մասին չէր խոսքը։ Ուրեմն հարցս ավելի պարզաբան եմ։ Դուք տեսնում եք քաղաքական դաշտում կամք որ այո գնում ենք ընտրությունների, բայց եթե կեղծեց քարը քարին չեն թողնում։ Հենց խոսքս դրան է ուզում բերել, որ հիմա չեմ ուզում առանձնապես կենտրոնանալ այն բանի վրա, որ ընտրական տեղամասերում անհամեմատ ավելի շատ է վերահսկողությունը, որովհետև մասնակիցների թեև տեսահսկում եւ այլն, բայց իհարկե միայն դա չի կարող լինել արդար լավ ընտրության երաշխիք։ Այստեղ ես վստահ եմ, որ հակաքպեական եւ հականիկոլական այնպիսի մթնոլորտ է գեներացվելու եւ
թե տեղամասերում, թե առհասարակ հանրության շրջանում այնպիսի մթնոլորտ է լինելու, այնպիսի իրավիճակ է լինելու, որ ընտրական գործընթացների օբյեկտիվ թվային արտացոլանքը լինելու է անխուսափելի։ Իսկ եթե այդուհանդերձ իշխանությունները որոշեն ինչ-որ ավանտյուրաների գնալ, դա ստեղծելու է այն հանրային ալիքը, որը պարզ ասելու է չուզեցար ընտրություններով, ուրեմն կգնաս արդեն հետընտրական փողոցային գործընթացներով, որոնք երկու process-ների սինթեզ են նշանակելու, ընտրություններ եւ փողոցային։ Բայց որոնց դեպքում Նիկոլի անվտանգություն չի երաշխավորվի, կարծում եմ։ Եկեք այդուհանդերձ կենտրոնանանք ընտրությունների ընթացքում ընդդիմադիր քվեի մեծացման այդ մարտահրավերի։ Չէ, անվտանգության իմաստով ինչ եմ ասում, որովհետև փողոցային process-ները միշտ անկառավարելի իրավիճակներ են ստեղծում։ Դե դրա պատասխանատվությունը Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը դիգիտակցիա դրա իմաստով։ Այդ ռիսկին ինքն է գնալու, որ ինքը այդ պարագայում ինքը կանի որոշակի սիմբիոզ, հա, ընտրական գործընթաց, հետընտրական ցասումներ կհամադրվեն, որի արդյունքը արդեն իր համար կարծում եմ շատ ավելի տխուր վախճան կունենա, քան եթե ինքը ընտրական գործընթացներով հոժարությամբ համաձայներ եւ այդ առումով Մայր Հայաստանը եւ ամեն օր փողոցում է եւ պատրաստ է ցանկացած, այսպես ասենք, հանրային process-ի հրապարակային գեներացման աջակիցը լինել, մենք անցած տարի եղել ենք փողոցում Կիրանցից սկսած։ Եվ բայց միևնույն ժամանակ, քանի որ ժամանակը այսպես գնում է, եւ ընտրությունները արդեն ընդամենը մոտ 1 տարի են մնացել, եկող տարի ժամանակներում արդեն Սովորաբար ընտրությունից 1 տարի առաջ արդեն նախընտրական տարի է։ Դե հա, այս արդեն նախընտրական տարի է։ Վերադասավորվում են, պատրաստվում են։ Այո, եւ յուրաքանչյուրը այդտեղ իր ցանած սերմերի պտուղները պետք է ստանա, բայց ես ասեմ սա, քանի որ տարբերվում է նախկինում եղած խաղաղ պայմաններում մեր ունեցած ընտրություններից, ինչպես քիչ առաջ նշեցի, մեր օրակարգը հիմա լրիվ ուրիշ է, Հայաստանը երրորդ հանրապետությունը կանգնած է լինելու էության լրջագույն, այսպես ասենք, մարտահրավերի առաջ, այնպես որ յուրաքանչյուր մենք պետք է իհարկե եւ ընտրատեղամաս գնանք մեր երկրի հանդեպ, չգիտեմ, տաք սրտով, բայց որոշում կայացնենք սառը գլխով եւ հուսանք, որ 26 թվականի ընտրությունները անցնցում Հայաստանին վերածնվելու հնարավորություն կտա։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Սուկյասյան։ Ես շեշտեմ զրուցում էի Մայր Հայաստան շարժման նախաձեռնող խմբի անդամ, Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուկյասյանից, տեսություն կհանդիպենք։